Բարև Օլիմպոս 2026 թվականին սա մեր առաջին հաղորդումն է, ասա որ կարոտել էիր։ Այո, շատ էին կարոտել եւ անհամբերությամբ սպասում ենք մեր առաջին զրույցին։ Եվ քանի որ ձմեռային օլիմպիական խաղերին շատ քիչ ժամանակ է մնացել, այսօր անդրադառնալու ենք ձմեռային մարզաձևերին եւ տեսակապով զրուցելու ենք Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հետ։ Ողջույն Գագիկ։ Ողջույն։ Գագիկ, մենք վաղուց վանից էինք ուզում հյուրընկալել, այսպիսի ձևաչափով փաստորեն ստացվեց։ Խնդրում եմ մի քիչ պատմիր լեռնադահուկային ու դահուկային սպորտի վիճակի մասին Հայաստանում։ Գիտենք բազմաթիվ են խնդիրները, բայց որպես ֆեդերացիայի նախագահ ամփոփ խնդրում եմ ներկայացրու։ Ցավոք նշեցիք, արդեն խնդիրները բազմաթիվ են եւ առավել քան խնդիրները համակարգային են։ Ինչի համակարգային, որովհետև միայն 3 կարևորագույն կողմերի սերտ համագործակցության արդյունքում է հնարավոր զարգացնել մարզաձևերը։ Այսինքն ազգային օլիմպիական կոմիտե, պետական կառավարման մարմին եւ ազգային ֆեդերացիա։ Եվ դրա բացակայության կամ ոչ թե բացակայության, այլ դրա թույլ լինելու արդյունք է, որ մարզաձևերը շատ արագ չեն կարողանում զարգանալ։ Բայց կա նաև դրականը մասնավոր հատվածի հետ կապված, որովհետև տեսնում եք վերջին տարիներին բավականին ներդրումներ են արվում եւ ավելի շատ մարդիկ են սկսում զբաղվել ու հետաքրքրվել ձմեռային մարզաձևերով, ավելի շատ որպես տուրիստական ուղղություն։ Խնդիրները բազմազան են, սկսած մանկապատանեկան սպորտից, այնուհետև երիտասարդներ, մեծահասակներ, ամենակարևոր խնդիրը հերթափոխն է։ Եվ ցավոք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան այս գործընթացի վրա որևէ կերպ չի կարողանում ազդել, որովհետև կա ընդամենը մեկական մարզադպրոց պետական հոգացությամբ եւ մեծ հաշվով այս մարզադպրոցների վրա որևէ ձևով ազդելու կամ գործընթացի վրա որևէ ձևով ազդելու հնարավորություն չունի։ Առավելագույնը ինչը որ կարողանում ենք անել, գույքով, որոշակի տեխնիկական միջոցներով մարզադպրոցներին օգնելն է։ Այս խնդիրը տարիներ շարունակ եղել է, չէ՞։ Մշտական խնդիր է, ավելին ասեմ, մարզադպրոցներում տարեցտարի նաև երեխաների թվաքանակն է պակասում, փաստացի թվաքանակը, ես չեմ ասում այն թվաքանակը, որը կարող է ֆիքսված լինել որպես մարզաձևով զբաղվողներ, եւ բնականաբար այս խնդիրներով ուղղակի մտածել զարգացման մասին ուղղակի ծիծաղելի է։ Իսկ այլ հնարավորություն ցավոք այսօր չկա։ Այսինքն տեսեք ինչ է դուրս գալիս։ Մենք միևնույն ժամանակ զբաղվում ենք մասսայականությամբ, զբաղվում ենք պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ, հավաքական թիմեր։ Իսկ այդպես չի լինում։ Այսինքն գոնե եթե պետությունը այն պարտավորությունը, որ ունի մարզաձևի զարգացման, մասսայականացման, մարզադպրոցների առումով լիարժեք կատարի, այդ մասով արդեն մենք չենք զբաղվի, չենք աջակցի, այլ ավելի շատ կզբաղվենք մեծ նվաճումների սպորտով։ Քանի որ ստիպված անում ենք ամենը։ Մեծ նվաճումներից նշեցիք, Գագիկ, կուզենք խոսենք օլիմպիական խաղերից, այդ դեպքում ինչպես է հաջողվում մեր մարզիկներին նման լուրջ մրցակցության եւ ֆինանսական քիչ միջոցների պայմաններում ամեն դեպքում ուղեգրեր նվաճել։ Ես հիմա մի քիչ փակագծեր կբացեմ, շատ ճիշտ նշեցիք, ասեմ, առաջինը իրենց նվիրվածության, էնտուզիազմի եւ պրոֆեսիոնալիզմի հաշվին։ Ամբողջ նախապատրաստական փուլը բացառապես իրականացվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆինանսական միջոցների եւ ազգային օլիմպիական կոմիտեի միջազգային օլիմպիական կոմիտեից ստացվող համերաշխություն հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ, որը որ նաև նախատեսված է ամառային մարզաձևերի համար։
եւ գումարները խնայելով, հավաքելով, չգիտեմ, ամեն մի լումայի վրա դողալով փորձել ենք իրականացնել գոնե նվազագույնը։ Այսինքն մենք ինչ ենք արել, մենք ընդհանրապես նվազագույնը ապահովել ենք այն վարկանիշային միավորները, որը որ մեզ տալու են քվոտաներ։ Եվ պատկերացրեք, եթե այդքանը չանենք, մենք այսօր մասնակից ուղակի չէինք ունենա։ Ուղակի մասնակից չէինք ունենա։ Եվ ավելին ասեմ, բերեմ լեռնադահուկային սպորտի օրինակը։ Մեր առաջատարը Գլեբ Մոսեսովը իր ամբողջ նախապատրաստական շրջանը գումարի առյուծի բաժինը իր միջոցների կամ իր ընտանիքի, ընկերների, հովանավորների, օգնողների, այսպես ասած, աջակցողների հաշվին է իրականացրել։ Իսկ դա 21-րդ դարում մեր պայմաններում ուղղակի, չգիտեմ, անհավատալի եւ չլսված հանգամանք է։ Ես մի բան եի ուզում ասել, Գագիկ, տեսեք, ամեն անգամ, երբ ավարտվում են օլիմպիական խաղերը, մեր գրեթե բոլոր ֆեդերացիաները հայտարարում են, որ հաջորդ 4 տարում մենք հենց այսօրվանից սկսում ենք պատրաստվել հաջորդ օլիմպիական խաղերին։ Հիմա սրանից 4 տարի առաջ, երբ ավարտվեցին ձմեռային օլիմպիական խաղերը, ենթադրվում է, որ նախարարությունը, կոմիտեն, ֆեդերացիան սկսել են պատրաստվել խաղերին։ Բայց ձեր վերջին լայվի ժամանակ մենք իմացանք, որ ցավոք սրտի նախարարությունը կարծես ներգրավված չի եղել այս հարցում։ 4 տարի առաջ արդեն դուք բարձրաձայնել էիք խնդիրները, որ գիտեք, մենք 4 տարի անց պետք է ունենանք օլիմպիական խաղեր։ 3 տարի արդեն, այսինքն դուք շատ ճիշտ նշեցիք, հենց նախորդող օլիմպիական խաղերից հետո, երբ ես շատ պատահաբար ստացա կարդացի ավելի շուտ Facebook-յան էջում նախարարության, որ ընդունում են միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտեր, ծանոթացա նախնական հայտերին, տեսա, որ կա ծրագիր ամառային օլիմպիական խաղեր, իսկ գիտեք, ձմեռային հաջորդում է ամառային, ամառայինին ձմեռայինը։ Ձմեռայինից հետո ամառայիններ։ Տեսա, որ կա ամառային խաղերի նախապատրաստական ծրագրի համար հատուկ նախատեսված, հոդված, նոր հոդված իր բյուջետային ֆինանսավորմամբ, այսինքն առանձին տող է դրված այնտեղ, եւ իմ մոտ գաղափար առաջացավ ներկայացնել նույն առաջարկությունը ձմեռային օլիմպիական խաղերի համար։ Այսինքն իրենք արդեն ամառայինում դա արել էին, որից հետո մենք առաջարկեցինք, որ ինչի է տարբերակում դրվում, ես չեմ ասում նույն ծավալով, բնականաբար ոչ, բայց ձմեռային օլիմպիական խաղերում ընդհանրապես 2 ֆեդերացիաներ կան եւ կա ընդամենը 3 մարզաձև, որոնք ունեցել են ներկայացուցիչներ։ Եթե գեղասահքը տարիներ շարունակ մի քանի օլիմպիադա ցավոք սրտի չուներ մասնակից փառք ու պատիվ իրենց, հիմա արդեն ունեն, բացառապես այդ օլիմպիական խաղերին նախորդող մի քանի օլիմպիական խաղերին միայն եւ միայն Հայաստանը ներկայացրել են հայ դահուկորդները։ Եվ այս պարագայում ես ներկայացրեցի նախագիծ փաթեթ բոլոր հաշվարկներով, ծրագրային, հիմնավորումներով, արդյունքներով, ակնկալվող արդյունքներով, ակնկալվող քվոտաներով, վարկանիշներով, այսինքն չափելի, այսինքն կանխատեսելի մի ծրագիր, որը որ յուրաքանչյուր տարի չզլացա, ելի ներկայացրեցի մինչև ընդհուպ նախորդ տարի 25 թվականի համար, 26-ի առաջին 2 ամիսների համար, բայց մասնակցել եմ նույնիսկ լսումներին, որը որ կազմակերպվում էր նախարարության կողմից, հիմնավորմամբ ներկայացնելով, բայց ցավոք չստացանք ոչինչ։ Իսկ ինչպես էին արձագանքում, ինչ էին առհասարակ ասում եւ ինչպես են պատճառաբանում այն, որ ձմեռային օլիմպիական խաղերը չեն ընդգրկվում հատուկ ֆինանսավորման ծրագրի մեջ։ Օրինակ 2028 թվականի խաղերից դեռ 3 տարի առաջ են նշել, որ հատուկ գումարներ են տրամադրվել ու նույնը եղել է նաեւ Փարիզի դեպքում, ինչու են անտեսվում ձմեռային մարզաձևերը։ Ինձ համար ճիշտ ասած, մինչ հիմա հարցական է մնացել դա։ Ավելին ասեմ, երբ մեկ անգամ ասեցին դե ֆինանսի խնդիր կա, ես ասեցի ինչ խնդրի մասին կարող է խոսք լինել, եթե երկրի վարչապետը նշում է, որ մեր մոտ տնտեսական բում է, էլ ինչ տնտեսական բումի մասին կարող է խոսք լինել, եթե դուք ասում եք ֆինանսավորման խնդիր ունենք։ Գիտեք,
Ես կարող եմ ունենալ իմ սուբյեկտիվ ենթադրությունը, կարող եմ նույնիսկ ավելին ասեմ, կարող եմ կապել նաև իմ անձի հետ։ Միգուցե իմ անձը ինչ որտեղ խանգարող հանգամանք է, որ չեմ կարողանում հասկանալ, որովհետև այլ բացատրություն ուղղակի չկա։ Բայց Այլ խելամիտ բացատրություն ուղղակի չկա։ Կներես Գագիկ ընդհատելու համար, բայց միայն քո անձը չի կարող լինել, որովհետև նույն վերաբերմունքին արժանանում նաև Գեղասահքի ֆեդերացիան եւ մենք ունենք զույգ, որը նաև հիմնականում ինչպես Գլեբի դեպքում է, իրենք էլ իրենց ֆինանսավորմամբ են պատրաստվում խաղերին եւ այդ պատկերը բոլոր ձմեռային մարզաձևերի վրա է տարածվում։ Գիտեք, ես ինչ կառաջարկեմ։ Ես ուղղակի կառաջարկեմ, այսինքն հիմա բարձրաձայնում եմ այս մասին, կարծում եմ լսելի կլինի բոլորին, առաջարկում եմ նախարարությունից նախարարը կամ փոխնախարարը գան օլիմպիական խաղերին, ուղղակի գան։ Գան տեսնեն, թե մյուս հավաքական թիմերը, մեր երեխաներից ավելի թույլ հավաքական թիմերը այլ պետությունների, թե ինչպես են պատրաստված եւ ինչպես է պետությունը վերաբերվում իրենց ներկայացուցիչներին եւ ինչպիսին ենք մենք։ Ես ուղղակի առաջարկում եմ, որ իրենք գան։ Երևի թե իրենց մոտ ինչ-որ բան կփոխվի։ Երևի թե կհասկանան, որ անկախ այն բանից, թե մարզիկը շատ բարձր արդյունքներ ցույց կտա կամ ուղղակի արդյունք ցույց կտա, մարզիկը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ ներկայացնում է հայ ժողովրդին։ Եվ ամենապատշաճ պատրաստվածն ու ամենապատշաճ ներկայանալին պետք է լինի հայ մարզիկը։ Պատշաճ ներկայությունից, քանի որ խոսեցինք, նորից ձեզ մեջ բերելով, մեր ձմեռային մարզաձևերի մարզիկները փաստորեն չեն ունեցել մարզահագուստ եւ ստացել են ամառային հագուստ ԿԳՄՍ-ի կողմից։ Կխնդրեի, որ սրա մի քիչ փակագծերը բացեք եւ մեր դիտողներին ասեք, թե ինչ է եղել։ Հիմա էլի նույն նամակագրությանը, հրադառնամ նաեւ այս դեպքում։ Գիտեք, քանի անգամ ենք առաջարկ ներկայացրել այդ համազգեստի խնդիրը լուծելու։ Վերջերս ինչ որ նախարարը հավաքել էր ֆեդերացիաների նախագահներին եւ այդ ժամանակ ասել է, որ վերջապես այդ հարցը լուծվել է, չնայած ես չեմ հավատում, ներողություն եմ խնդրում, բայց չեմ հավատում, մինչեւ չտեսնեմ այդ ամբողջը, բայց իբր լուծվել է արդեն այդ խնդիրը, ձմեռը կստանան արդեն ձմեռային մարզահագուստ, բայց տեսեք, մի քանի աբսուրդ կա այստեղ։ Նախ այդ որոշումը մարզահագուստ հագուստով ապահովելու։ Տեսեք, հրամանում այդպես էլ գրված է Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներկայացնել եւ այլն, ինչ-որ sense բարձրագույն խոսքեր են գրած, որի համար շատ ուրախ եմ։ Բայց երբեք մենք չենք ստացել են քանակը, նույնիսկ եթե ստացել ենք տարիներ առաջ, այն քանակը, որը որ անհրաժեշտ է, երբեք չենք ստացել։ Այսինքն երբ խոսք է գնում, պատասխանը մեկն է։ Դե ձեզ հասնում է 7 հատ։ Օրինակ, ասում եմ ոնց որոշվեց այդ 7 հատը։ 7, չգիտեմ, կոմպլեկտ է, կներեք բառս ռուսերենը միգուցե, այդ համակազմը լավ ոնց որոշվեց։ Դե այդքան է նախատեսած։ Կներես դահուկային եւ լեռնադահուկային երկու ձևեր։ Նոր հետո բանակցությունների արդյունքում մի քիչ թիվը փոխվում է, չգիտեմ, այնտեղ հնարավոր է ավելացնում են մի քիչ ոնց որ թե կարողանում են մի ուրիշ մարզաձևից, էլ չեմ ասում ինչ բանի գնով այդ ամբողջը ամենամեծ աբսուրդը։ Ինչ են ասում։ Ասում են, որ դա միայն ստանալու են այն մարզիկները, որոնք մասնակցում են աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ, բացատրում եմ, նույնիսկ գրավոր առաջարկ եմ ուղարկել, փոփոխելու այդ հրամանի մեջ օրինակ ձմեռային մարզաձևերը։ Ասում եմ, ժողովուրդ, դահուկային մարզաձևերում Եվրոպայի առաջնություն հասկացողություն չկա։ Դահուկային մարզաձևերում կա աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթ իր փուլերով։ Հիմա աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ է տեղի ունենում։ Այսինքն դա ենթադրում է, որ 2 տարին մեկ են ստանալու մեր մարզիկները։ Ինչի։ Այստեղ անհավասար պայմաններ չունենալու մասին է արդեն խոսքը։
Բացի դրանից, ասում եմ աշխարհի գավաթը իր կարևորությամբ աշխարհի առաջնությունից հետո մեր մոտ առաջինն է։ Փոխեք այդ նույն հրամանում, դրեք օրինակ աշխարհի գավաթ, մինչ օրս որևէ փոփոխություն չի արվել։ Այսինքն մարդիկ ցանկություն էլ չունեն որևէ հարց ընդառաջ գնալու։ Այս հարցը նույնիսկ նախարարի մոտ ենք բարձրացրել։ Գիտեք, քանի նամակ ենք մենք ուղարկել։ Սկսած ֆինանսավորումից վերջացած այս համազգեստի խնդիրները, բազմաթիվ նամակներ։ Պատասխանը ո՞րն է լինում։ Ոչ մի պատասխան, բացարձակ ոչ մի պատասխան։ Գիտեք ինչ են պատասխանել վերջին անգամ։ Մենք գրում իրենց առաջարկություն ենք անում այդ ամեն ինչի մասին։ Մեզ գիտեք ինչ են գրում։ Գրում են թե իրանց ունեցած կանոնակարգով ովքեր կարող են կրել այդ համազգեստը։ Ինքս մարդու ձեռ առնեն։ Պատասխան նամակն ես գրում, ասում ես հարգելի ընկեր կամ ընկերուհի։ Ես ձեզ չեմ հարցնում ովքեր կարող են, ես հստակ առաջարկություն եմ անում։ Լավ, մեկ միջադեպի էլ անդրադառնանք Գագիկ, որում էլի ԿԳՄՍ-ին ենք ուզում ավելի ճիշտ ԿԳՄՍ-ի արձագանքին, երբ Միքայել Միքայելյանը Տուրդսկայի ժամանակ կպչուն ժապավենով փակեց Մրցաշարի հովանավորի գրությունը Ադրբեջան էր գրված եւ հետագայում արձագանք եղավ Ասուլիսի մակարդակում նախարարը խոսեց, ապա ձեզ գրություն ուղարկեցին փոխնախարարի անունից Հասմիկ Ավագյանի։ Ինչ տեղի ունեցավ, ինչ էին փորձում ճշտել եւ ուզում ենք նաեւ մարդկանց աջակցությունը եւ վերաբերմունքը Միքայելի այդ գործողությանը։ Շատ հետաքրքիր դիպված է, շատ աննախադեպ, որովհետև չի եղել նման նախադեպ։ Եվ գիտեք ամենահետաքրքիրը որն է, սկսեմ վերջից, դեր տված հարցի։ Ինձ համար մի շատ հետաքրքիր համահայկական ու համաժողովրդական զարթոնք էր։ Բացարձակ չեմ խուսափի այդ բառի համար, իրականում զարթոնք էր։ Եվ այստեղ հենց երևաց մեր ազգի միասնականությունն ու մեր ազգի վերաբերմունքը որոշակի հանգամանքների վրա։ Այդ առաջինը, երկրորդը, գիտեք, իհարկե յուրաքանչյուրը ինքն է որոշում, թե իր պաշտոնում ինչպիսի աշխատավոճ եւ գործելավոճ կունենա, բայց կարծում եմ նախարարը ոչ թե ամբողջին պետք է անդրադառնալ ուղղակի մամուլի Ասուլիսի տեսքով, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է իհարկե, այլ լավ կլիներ, եթե նախարարը իր մոտ հրավիրեր թե մարզչին, թե մարզիկին։ Հրավիրեր, քննարկեր, լսեր մարզիկին, հասկանար մարզիկին եւ նոր խոսեր եղելության մասին։ Այդ առաջինը։ Երկրորդը, եթե դուք էլ կարող եք լսել, եթե լսեք նախարարի խոսքը մամուլի Ասուլիսի ժամանակ եւ կարդաք նամակը իրենց ուղարկած, գրությունը իրենց ուղարկած, ուղղակի կզարմանաք։ Արդեն զարմացել ենք անկեղծ, տեսել ենք Ես ճիշտ ասած, այսքան տարիներ աշխատելով նախարարության հետ, այդքանից հետո էլի չէի պատկերացնում, որ նման գրություն կստանա։ Ես մեկ բառով ասած ապուշ էի կտրել, հա, որովհետև ես մի քանի րոպե ուղղակի չէի հասկանում ինչ է կատարվում ինձ հետ, առաջինը, երկրորդը ես իրականում չգիտեի ինչ պատասխանեմ։ Չէ, բայց շատ ճիշտ պատասխան է տրվել։ Պատասխանեմ, բայց հասկացա, որ իրականում պատասխանելու բան չկա։ Բայց դիպուկ եք, այո, Գոհարը ճիշտ է, շատ դիպուկ ու շատ նաև մի քիչ հեգնանք կար, ավելի ճշմարտ։ Գիտես, որ ոլորտը կարգավորող փոխնախարարը չի տիրապետում, դա ինձ համար ես էլ էի ապուշ կտրել, եթե զավեշ տալի նախարարում է։ Այսինքն ըստ իրենց հայ մարզիկի մարզահագուստի վրա Հայաստանի փոխարեն ուրիշ երկրի անուն էր գրված եւ վերջինս դա փակել էր։ Այդպես է դուրս գալիս։ Այսինքն, գիտեք, եթե մի բանի չես տիրապետում, գոնե պետք է դետալների մեջ խորանաս։ Ավելին ասեմ, չպահելով սուբորդինացիա չեն զանգում ֆեդերացիայի նախագահին, այս մասին չեմ ասել, բայց հիմա ասում եմ առաջին անգամ ձեր եթերով։
Չպայելով սուբորդինացիա չեն զանգում ֆեդերացիայի նախագահին, զանգում են գլխավոր քարտուղարին։ Ինչի դուք կարողանում եք ինձ զանգել, իմ հեռախոսահամարը չի փոխվելի երբևէ, թեկուզ Viber, WhatsApp, Telegram եւ այլն, կարողանում եք զանգել ինձ գտնել, եթե պետք է, իրենք չեն կարողանում։ Եվ շատ վատ վիճակի մեջ դնելով նաեւ գլխավոր քարտուղարին, որովհետեւ գլխավոր քարտուղարը չգիտի, չպատասխանի փոխնախարարին, թե չգիտի ինչ անի։ Եվ ընդհանրապես ասում եք կներեք, էլի լավ կլինի զանգեք ֆեդերացիայի նախագահին։ Եվ զանգում են։ Իհարկե ոչ։ Գագիկ, եւ նաեւ հրապարակելուց հետո, երբ որ ասել են մեր դիրքորոշումը կհայտնենք ֆեդերացիայի պատասխան ունենալուց հետո, ինչ եղավ, ինչպես արձագանքեցին։ Քարլռություն։ Ուղղակի քարլռություն։ Եվ այն ակնարկը երևի թե որ նախարարը անում էր, սպորտը պետք է լինի սպորտի մասին։ Երևի թե սա նկատի ուներ։ Այո, սպորտը պետք է լինի սպորտի մասին, եւ եթե մարդիկ կոմպետենտ չեն սպորտում, շատ ուղիղ եմ ասում։ Սպորտի մասին ու ընդհանրապես սպորտի հետ պետք է առնչություն չունենալ, շատ ուղիղ եմ ասում։ Սպորտ բառը ասելուց մարդ պետք է հասկանա առաջին քայլերը մարզիկի սկսած, վերջացած մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ են եւ այդ ոլորտում աշխատում են։ Այ իրավունքը իրենցն է սպորտի մասին խոսելու։ Ես մի բան կուզեի ասել, դու շատ ճիշտ ասեցիր Միքայելի քայլից հետո այսպես բոլորի մոտ ողջավորություն առաջացավ եւ անկախ այն վիճակից, որում հիմա մենք ապրում ենք, այս մի տեսակ ճնշված, չգիտեմ, եւ այդ մի փոքրիկ քայլը ինչպիսի մեծ ողջավորություն առաջացրեց շատերի մոտ, այդ թվում նաեւ մեր եւ մեր աջակցությունը ամեն դեպքում մենք հայտնում ենք թե ֆեդերացիային, թե Միքայելին անձնապես։ Ես շնորհակալ եմ, գիտեք, ինչներ հետաքրքիր, շատ պատահական, շատ մարդիկ, որոնք ընդամենը մեկ կամ երկու անգամ տեսել եմ գործի բերումով այստեղ, այսինքն որոշակի քննարկումներ եմ ունեցել ու սկսում են զանգել, բա եղբայր, բա մենք չգիտենք, գիտես որ, չգիտեմ, ֆեդերացիա, Միքայել եւ այլն, դուք տեսնեք ամբողջ աշխարհից է այդ աջակցությունն եկել, աշխարհասփյուր հայերից է եկել։ Եվ գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Ես չեմ հիշում մի դեպք մեր կյանքում տեղի ունեցող, որ որևէ բացասական մեկնաբանություն որևէ Facebook-յան գրառման տակ չլինի։ Չկար որևէ բացասական մեկնաբանություն։ Միայն եւ միայն աջակցություն։ Ես չեմ հիշում նման դեպք։ Ու սովորաբար մարդիկները Այսինքն բոլորը պետք է համոզվեն, որ այո, այս քայլը ճիշտ էր եւ չէր կարող այլ բան լինել։ Ու քանի որ սովորաբար մարզիկները նախընտրում են այս մասին չխոսել, նշելով որ չեն ուզում քաղաքական ենթատեքստ տան, Միքայելը իր հարցազրույցներում շատ գեղեցիկ ու շատ ճիշտ խոսքեր է ասել եւ հայրենասիրական եւ ոգեշնչող, ինչի համար իրեն էլ շատ շնորհակալություն։ Գիտեք խնդիրը որն է, այդքան խոսում են սպորտ քաղաքականություն եւ այլն։ Գիտեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր ինչ առարկա է դասավանդում։ Բարձրագույն, այսպես ասած, կրթության մակարդակում, հա? Սպորտի դիվանագիտություն։ Դա ինչ է քաղաքականություն, չէ՞։ Դե մեր ողջ կյանքն է քաղաքականություն եւ բռնել առանձնացնել։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Եթե պետությունը ասում է պետական քաղաքականությունը սպորտի ոլորտում, ինչի է վախենում այդ բառից։ Մեզ մոտ սպորտը սպորտի մասին է։ Երբ պետք է քաղաքական մոտեցում ցուցաբերվում է, եւ եթե մեկը պետք է խոսի իր իրավունքներից կամ որևէ խնդրից, միանգամից քաղաքականացնեն, դա է խնդիրը։ Երբ որ քո հայրենիքի մասին ես խոսում, դա է քաղաքականությունը, այդտեղ երբ կամ քո սկզբունքների մասին, իհարկե ավելորդ է որևէ քաղաքականություն փնտրել։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Հիմա մենք
մի քիչ էլ թեքվենք եւ Միքայելի միջով գանք դեպի օլիմպիական խաղեր։ Մի քանի օրից մեկնարկում են Միլանում ձմեռային օլիմպիական խաղերը։ Մենք քանի դահուկորդ ունենք, ում մասնակցությունն է արդեն հաստատված։ Եվ լեռնադահուկորդներից նույնպես։ Ճիշտ է, կներեք։ Բարի, տեսեք, ձմեռային մարզաձևերում եւ հատկապես դահուկային մարզաձևերում համակարգը այլ է։ Ավելին ասեմ, օլիմպիադայից օլիմպիադա նաև փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ դահուկային մարզաձևերում գոյություն ունի վարկանիշային միավորներ։ Իհարկե բոլոր գրեթե մարզաձևերում դա կա, բայց եւ տարին մոտավորապես 12-13 աղյուսակ է հրապարակվում վարկանիշային որոշակի պարբերականությամբ։ Եթե ժամանակին դա ընդհանրապես սկսվում էր, ասենք սեպտեմբեր ամսին եւ ավարտվում էր հունիս ամսին, ապա այժմ արդեն օրինակ դահուկավազքի դեպքում դա շուրջ տարի է, որովհետեւ անվադահուկային մարզաձևերի առաջնություններն են տալիս արդեն վարկանիշային միավորներ։ Այսինքն ընդհանրապես նշվում են փոփոխությունները, որ ահռելի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Եվ վարկանիշային աղյուսակը առաջին, որը որ հատուկ հաշվարկվում է օլիմպիական խաղերի մասնակցության համար անհրաժեշտ վարկանիշային միավորները, սկսվել է 2024 թվականի հուլիս ամսից եւ շարունակվելու է մինչեւ 2026 թվականի հունվարի 19։ Այսինքն ընդամենը մի քանի օր հետո մենք ունենալու ենք միջազգային ֆեդերացիայի կողմից հրապարակված աղյուսակը վարկանիշային եւ դրա հիման վրա հատկացվելիք քվոտաները։ Հիմա ցավոք մենք ունեցանք վարկանիշային միավորների կորուստ Կատյա Գալստյանի դեպքում, որովհետեւ չունեցանք ֆինանսավորում շատ կարևոր վարկանիշային մրցաշարերի մասնակցության ընդհուպ մինչև այսօր եւ վաղը տեղի ունենալիք Լեհաստանում կայանալիք վարկանիշային մրցաշարին, տեսեք, մինչ օրս մենք պետական ֆինանսավորումը դեռ չենք ստացել։ Իսկ մենք ձմեռային մարզաձևեր ենք։ Սա էլ խնդիր է, որ տարիներ շարունակ բարձրացվել է, մինչև օրս լուծում չի ստացել։ Եվ մենք գնում ենք, այսպես ասած, որոշակի կորուստներով, բայց պահպանելով նաև քանակը։ Ավելին ասեմ, Աստված տա հաստատվի եւ Կատյան մասնակցի, Կատյան դառնալու է Հայաստանի պատմության մեջ միակ կին մասնակիցը, աղջիկ մասնակիցը, որը մասնակցել է մարզուհին, որը մասնակցել է 4 օլիմպիական խաղերի անընդմեջ։ Սա Կատյայի 4-րդ օլիմպիական խաղերն են։ Սա կարծում եմ հարգանքի եւ գովասանքի արժանի է եւ կարծում եմ նույն նախարարությունը պետք է մտածի թե ինչքան կամք ու ուժ կա այս աղջկա մեջ, որ 4 օլիմպիական խաղեր բացառապես վարկանիշ է բերում եւ մասնակցում է։ Հիմա վարկանիշների մասին, քվոտաների մասին։ Լեռնադահուկային սպորտում ունենք երկու մարզիկներ, որոնք բավարարել են միջազգային ֆեդերացիայի պահանջները եւ ունեն մասնակցության համար իրավունք։ Բայց լեռնադահուկային սպորտում կարծում եմ մենք կունենանք մեկ քվոտա։ Իհարկե, հիմա ինչ ասում եմ, սա ընդամենը իմ կարծիքն է, իմ ունեցած տեղեկատվությունն է, որը կհաստատվի կամ կհերքվի հունվարի 19-ին, երբ կստանանք վերջնական, երբ ազգային օլիմպիական կոմիտեն կստանա դա եւ կտեղեկացնի մեզ։ Դահուկավազքում ունենք 3 մարզիկներ, Կատյան Գալստյան աղջիկներից, Միքայելը Միքայելյան տղաներից եւ Սպարտակը Ոսկանյան էլի 2 տղա 1 աղջիկ, որոնք բավարարել են Միլան 2026 թվականի մասնակցության համար վարկանիշային միավորները եւ այստեղ մենք կունենանք նվազագույնը 1 տղա, 1 աղջիկ քվոտաներ կարծում եմ։ Այսքանը մեր 3 տարիներից ավել պայքարի արդյունքում կարողացել ենք հասնել սրան։
Գագիկ, իսկ ձեր առաջարկած պլանի համաձայն դուք որքան մասնակիցներ եք նախատեսում։ Մենք կունենայինք նվազագույնը 2 աղջիկ, 1 տղա Դահուկավազքում, բնականաբար կպայքարեինք նաև երկրորդ տղայի համար, հիմա կբացատրեմ ինչեր դա հնարավոր ու լրիվ հնարավոր էր։ Լեռնադահուկային սպորտի դեպքում կունենայինք նվազագույնը 2 տղա եւ 1 աղջիկ։ Դահուկավազքի դեպքում, տեսեք, բացատրեմ ինչի է դա իրականում հնարավոր։ Դահուկավազքի դեպքում հաշվարկը այլ է։ Կա ազգային քվոտա, ազգային քվոտավորման համակարգ եւ 75 պետությունների մեջ Հայաստանի Հանրապետությունը 33-րդն է։ Բայց եթե պետությունները մեզանից առաջ կամ մեզանից մի քանի տեղ հետո մասնակցում էին 4 տղա 4 աղջիկ, 3 տղա 3 աղջիկ, մենք ունեցել ենք ընդամենը 2 տղա 1 աղջիկ։ Այսինքն մենք 3 մեր մարզիկները պայքարել են շատ ավելի մեծ թիմերի դեմ եւ պատվով զբաղեցրել 33-րդ տեղը։ Բայց աղջիկների շարքում վարկանիշային աղյուսակում ազգային քվոտավորման Կատյա Գալստյանի շնորհիվ մենք եղել ենք 30-րդը եւ այդ ազգային քվոտավորման արդյունքով ենք մենք ստանալու այն քվոտաները, որը հիմա պետք է բաշխվեն։ Ավելին ասեմ, մենք ցավոք հնարավորություն չենք ունեցել մասնակցելու աշխարհի գավաթի բոլոր փուլերին։ Այ եթե մենք մասնակցեինք աշխարհի գավաթի բոլոր փուլերին, բնականաբար այն ասածս թիվը, որ քիչ առաջ նշեցի, մենք կապահովեինք։ Այսինքն այնպես է դրված օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ վաստակելու, վարկանիշային միավոր վաստակելու հանգամանքը, որ այն ինչը որ խոսում ենք օլիմպիադան ավարտվելուց հետո պատրաստում ենք մյուս օլիմպիական խաղերին, դա գործնականում պետք է իրականացվի։ Հակառակ դեպքում ունենանք ընդամենը 1 տղա 1 աղջիկ, մեր լեզվով ասած սպիտակ քարտով մասնակիցներ։ Իսկ մենք արդեն հատել ենք այդ, այսպես ասած, գիծը։ Մենք արդեն տարիներ օլիմպիադաներ շարունակ չենք գնում սպիտակ քարտով, այլ վաստակում ենք վարկանիշային միավորներ, որոնք բերում են քվոտաներ։ Հասկանում ենք, որ շատ դժվար կլինի, որ գա այն ժամանակը արդեն լավագույն տասնյակում ընդգրկվենք կամ հնգյակում, դե էլ չեմ ասում մրցանակային եռյակում։ Շատ աշխատանք եւ շատ ջանքեր են պահանջվելու եւ իհարկե ֆինանսավորում։ Գիտեք, ահռելի գումարների մասին է խոսքը, ահռելի, որովհետև ձմեռային մարզաձևերը աշխարհում ամենաթանկ մարզաձևերից մեկն են։ Ես միշտ ասում եմ, մենք նույնիսկ ձյանն ենք, ձյան համար ենք գումար վճարում։ Նույնիսկ ձյան համար ենք գումար վճարում։ Եվ ցավոք այդքանից հետո էլի չենք ստանում գոնե հավասար մոտեցում։ Գագիկ, շատ շնորհակալ ենք, որ մեզ ժամանակ հատկացրիք, այսքան խորքային խնդիրներ բարձրաձայնեցինք միասին։ Ես չեմ ուզում ասեմ հուսանք, որովհետև չգիտեմ արդեն հուսալ պետք է թե չէ, բայց ցանկանում եմ, որ մի օր գա այն օրը, երբ մեր ձմեռային մարզիկները գոնե հայաստանյան խնդիրները չունենան եւ միայն մտածեն միջազգային ասպարեզում Հայաստանը ել ավելի լավ ներկայացնելու մասին։ Եվ շնորհակալ։ Եվ ձեզ եմ շատ շնորհակալ, շատ շնորհակալ եմ, որովհետև գիտեք, պետք է խնդիրներ բարձրաձայնել եւ պետք է այդ բարձրաձայնած խնդիրները ուղղակի ամբողջությամբ ներկայացնել։ Շնորհակալ եմ շատ։ Եվ մեր մարզիկներին էլ շնորհակալություն հայտնենք, դու նշեցիր օրինակ Կատյան արդեն 4 խաղեր շարունակ չի հանձնվում, գիտենք, որ այնպես չէ մեծ աշխատավարձ կամ գումարներ է ստանում, բայց ամեն դեպքում նա Միքայելը, մյուս մարզիկները նույնպես շարունակում են, պայքարում են, այդ ցրտի անմարդկային ցրտի պայմաններում պայքարում են եւ ներկայացնում են մեր երկիրը։ Ես ճիշտ եք ասում, գիտեք, ու Աստված մեր մարզիկները հաջողեն ամեն ինչում եւ իրենց մեկնարկներում եւ մեկ անգամ եւս ցույց տան, որ այն առավելագույնը, որը կարող են իրենք արեցին, իսկ ես վստահ եմ, որ նրանք կանեն։ Շնորհակալություն, նաեւ շնորհակալություն ձեզ, որ հետևում եք մեզ մեր YouTube-յան ալիքում։ Մենք էլի անդրադառնալու ենք ձմեռային մարզաձևերին եւ բնականաբար գնալու ենք դեպի օլիմպիական խաղեր։ Իսկ դուք մի մոռացեք։ Շատ շնորհակալ եմ։
Իսկ դուք մի մոռացեք մեզ հետևել մեր բոլոր սոցիալական կայքերում, Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում, TikTok-ում եւ կհանդիպենք իհարկե մեկ շաբաթից։ Կհանդիպենք։